Բաքուն սահմանային կրակոցներին զուգահեռ վերսկսել է հայկական կողմին մեղադրել իր դիրքերը թիրախավորելու համար, ընդ որում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր արդեն պնդում է, թե հայկական կողմը կրակ է բացել նաև Սյունիքի մարզի Խնածախի ու Խոզնավարի դիրքերից։ Երևանը մինչդեռ այսօր ևս հերքել է Բաքվի մեղադրանքները։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ի ժամը 17:00-ից մինչև ապրիլի 1-ի ժամը 04:45 ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Սյունիքի մարզի սահմանային երկու գյուղերից Խնածախից ու Խոզնավարից տեղացիներն արդեն ավելի քան 10 օր է հաղորդում են Ադրբեջանի զինուժի կրակոցների մասին, եւ միայն 3 Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատեց Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Խնածախի ուղղությամբ։ Ռազմական կառույցը հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում է կրակոցներից վնասված բնակելի տան պատուհանը։ Վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը Civilnet-ին ասել է, որ գնդակոծությունը թիրախավորված է եղել, իր տունն է վնասվել։ Ընդհանուր թիրախավորված կրակ է եղել դեպի խաղաղբնակության վրա, որը մեկը բաժին է հասել մեզ։ Ադրբեջանական դիրքերով շրջապատված Խնածախում մարդիկ երեկվա կրակոցներից ավելի են տագնապել։ Այս վերջի կրակոցը, որ պատուհան աջարդել, մի քիչ ժողովուրդ արդեն կարծես է ստրեսի մեջ են, ասում են վաղն են մեզ են կրակելու։ Ընդհանուր այս բան վիճակ չկա։ Բայց դե մարդիկ են էլի մտածում են, երեխեք են, հիմնականում երեխեք են, դպրոցը գործում է։ Շատ ոտ վիճակ անում, ամբողջ գիշեր կրակում են։ Լարված ենք, այդ հենց է, բայց բոլոր դեպքերում էլի մենք ավելի ամուր ենք, քան նրանք։ Ահա, այդ է, մեր կյանքը հենց է։ Այդ կրակում են, մեկ էլ տներին են կրակում։ Խնածախից Կամելա Օհանյանն Ազատությանը պատմեց, որ ադրբեջանական դիրքերից կրակոցները շարունակվել են նաև անցած գիշեր, ասաց միայն թե մի փոքր շուտ են սկսել։ Գյուղացիների խոսքով ադրբեջանցիները գիշերը հենց 10:20 են սկսում, կրակում ճիշտ պարբերականությամբ մինչև լուսաբաց։ Ժամը 10-ին, այսօր ժամը 10-ին է, 13 րոպե, մի հատ թեթևակի կրակել են, այդ եմ լսել, ասեն գիշերն էլ ա եղել, բայց ես չեմ լսել։ Խնածախին հարևան Սյունիքի մյուս սահմանային գյուղում Խոզնավարում ևս գիշերն առանց կրակոցների չի անցել։ Վարչական ղեկավարն Ազատության հետ զրույցում պատմեց, որ երեկվանից են կրակոցները վերսկսվել։ Նախորդ 2 օրերին ըստ Վահան Զաքյանի կրակոցներ չէին եղել։ Մինչ ադրբեջանական դիրքերով շրջապատված գյուղացիները սպասում են իշխանությունը քայլեր ձեռնարկի կանխելու նման դեպքերը, Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ դիվանագիտությամբ է տեսնում խնդրի լուծումը։ Մինչդեռ Բաքուն շաբաթներ շարունակ անտեսում է խաղաղության պայմանագիրը ստորագրելու հայկական կողմի առաջարկը։ Ադրբեջանական կողմը փաստաթուղթը ստորագրելու համար պահանջներ է առաջ քաշում, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում ու Հայաստանի սահմանադրության փոփոխություն։